ապրիլյանի ժամանակ մենք մոտավորապես նույն սկզբունքը որդեգրեցինք, այսինքն կար 3 զոնա, պայմանական 3 գոտի, ու գույներն էլ տվել ենք լուսափորի գույներով, որպեսզի ընկալման համար հեշտ լինի, այսինքն կար կանաչ զոնա, որտեղ լրատվամիջոցների տեղաշարժը ընդհանրապես սահմանափակ չէր, դա մասնավորապես օրինակ Ստեփանակերտն էր, Ստեփանակերտի մոտակայքը, Ստեփանակերտի հիմնական օբյեկտները, այսինքն այդտեղ հոսպիտալ կար, բան կար, չգիտեմ, քաղաքացիական օբյեկտներ կան եւ այլն, այսինքն այդտեղ հանգիստ Ասկերանը ենթադրենք նույն Մարտակերտի շրջանի Ստեփանակերտին մոտ ինչ որ վայրերը, մի խոսքով տենց դա մշակվում էր պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների հիման վրա, ամեն օր, այսինքն մենք խորհրդակցություն էինք անում, բանակը ասում էր, որ ենթադրենք այս ռայոնը ապահովա, այդտեղ կանաչ զոնա էր, որտեղ իրենք կարող էին տեղաշարժվել ազատ,